Հարավային Կալիֆորնիայի համալսարանը ապրիլը հռչակել է հայոց պատմության ամիս։ Արդեն երկրորդ տարին է համալսարանի հայագիտության ինստիտուտը հայ ուսանողների հետ միասին մի ամբողջ ամիս ներկայացնում են ոչ միայն հայոց պատմությունը, մշակույթը, այլև ժամանակակից հայ գիտական միտքն ու հայերի ձեռքբերումները գիտատեխնիկական ոլորտում։ Մեզ համար շատ կարևոր էր, որ հայոց պատմության միապսյակը չմնա հին պատմության սահմանների մեջ եւ հայ մշակույթը, հայագիտությունը ներկայացվի որպես ապրող, շնչող, այժմեական, գիտական, մատչելի, հասանելի մի բան։ Միջոցառումների շարքը բացելիս Հարավային Կալիֆորնիայի համալսարանի նախագահ Քերոլ Ֆոլթը նշեց, որ հայագիտության ինստիտուտը ոչ միայն կամրջում է համալսարանը հայ համայնքի հետ, այլև ամրացնում կապերը Հայաստանի հետ։ Այս համար USC-ի մի քանի ուսանող առաջին անգամ կմեկնի Հայաստան գիտահետազոտական ուսումնասիրության։ We're here, of course, honoring the beautiful cultural heritage. Այստեղ ենք հաղորդակից լինելու հիասքանչ մշակութային ժառանգությանը, փաստելու նաև այն մեծ ազդեցությունը, որ հայ համայնքն ունեցել է ոչ միայն մեր համալսարանի կյանքում, այլև Միացյալ Նահանգներում ու ամբողջ աշխարհում։ Այս համալսարանում առաջին հայ ուսանողի թեզը ներկայացվել է 1923-ին։ Այն ժամանակ մոտավորապես 2.5-ից 3000 հայ էր ապրում Լոս Անջելեսում։ Այժմ մեծ ու ակտիվ համայնք է, ինչն արտացոլվում է նաև մեր համալսարանում։ The Armenian people have declared victory over barbarism and bigotry. Հայոց ցեղասպանությունից հետո մեր ազգը հրաշքով ապրել է ու ծաղկել, ապացուցելով, որ ցեղասպանությունը ձախողվել է։ Ապրիլը մեզ բոլորիս համար աներևակայելի կորուստը զգալու ամիս է, բայց նաև աշխարհի զարգացման մեջ հայերի մեծ ներդրումը փաստելու ժամանակ։ Հայ անուններ միշտ շատ են եղել Հարավային Կալիֆորնիայի համալսարանի պատմության մեջ, գրեթե բոլոր ամբիոններում ներկայացված հայ դասախոսներից մինչև բուհի ղեկավար կազմ, բարերարներ ու բոլոր մասնագիտական ճյուղերում ներգրավված ուսանողներ։ Հայագիտության ինստիտուտի ղեկավարը նշեց, որ այսօր ուսանողներին նոր ռեսուրսներ ու մտածելու նոր ձևեր են առաջարկում գիտահետազոտական լուրջ աշխատանքի համար։ Ուսանողները շատ հետաքրքրված են, բայց մի փոքր հոգեբանական աշխատանք պիտի տանենք, որովհետև սովորաբար, երբ որ իրենք լսում են հայ, հայկական, հայագիտական, միանգամից նայում են դեպի անցյալ։ Մեկ, երկրորդը անհասանելի։ Այսինքն միշտ այսպիսի հասկացողություն կա, որ ես թերի հայ եմ, դե հայերենս լավ չի, դե պատմությունը լավ չգիտեմ եւ այլն, եւ հոգեբանական աշխատանքը սկսվում է, երբ մենք ասում ենք դրա համար էլ ունենք դասընթացներ, ունենք առողջ միջավայր։ Հայագիտության ինստիտուտի համար այս տարին հոբելյանական է, նշում են հիմնադրման 20-ամյակը։ Տնօրենը նշեց, որ համալսարանի 1000-ից ավելի հայ ուսանողից ինստիտուտի աշխատանքում ներգրավված է մոտ 100-ը։ Նպատակ են դրել մեծացնել հայ եւ օտար ուսանողների ներգրավվածությունը հայագիտության մեջ։ Հայագիտական տարածքում մենք բացառիկ ենք, որովհետեւ մեր շեշտը ժամանակակից հայագիտությունն է։ Սովորաբար, երբ որ համալսարաններում կան հայագիտական ամբիոններ, միշտ նվիրված է հին հնագույն պատմությանը, իսկ մենք ուսումնասիրում ենք ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը եւ հայ սփյուռքը։ Ուզում ենք ներկայացնել մեր մշակույթը բոլոր ազգերին, եւ ինչպես նշեցի, ուզում ենք այնպես նպատակը այնա, որ հայկական մշակույթը դառնա ամբողջական համալսարանական մշակույթի մի ուրույն մասնիկ, կարևոր ոնց որ գործոններից մեկը։ Հայոց պատմության ամիսը Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հայ ուսանողները կեզրափակեն ապրիլի 24-ին հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառմամբ, որը կազմակերպել են UCLA-ի հայ ուսանողների հետ միասին։ Լիլիթ Ցետրակյան, Լուրեր, Միացյալ Նահանգներ։